ոնց եմ սիրում համեղ ուտել։ Համեղ ուտելը մի ուրիշ աճվիկ է։ Ասում ես ոնց որոշեցիր գալ Հայաստան։ Ցանկությունը մեծ էր Հայաստանը տեսնելու ու հարազատներից հետ ծանոթանալու։ Ես էլ վեր կացա ու եկա։ Շատ էլ լավ արեցիր։ Բա ինչի սենց ուշ որոշեցիր գալ։ Կարող է փողից նեղնեիք, թե ոնց։ Երևի երեխա ժամանակվանից փող էիր հավաքում, որ մանկությանդ երազանքը իրականացնեիր, հա։ Բայց այ ախպեր, ինչ ես այդքան տանջվել, ինձ ասեիր, ես կուղարկեի։ Հենրի հերիքա։ Չէ, թող շարունակի։ Ինչ շատ հետաքրքիր է եղբորս հայացքները։ Հələ նայեք տեսեք ինչ ջիգյարով է ինձ ախպեր ասում։ Քիչ ամնում հալվեմ։ Իրականում իմ Հենրին շատ բարի տղա է։ Ուղղակի մի քիչ դժվար է նոր մարդկանց ընդունում իր կյանք։ Վստահ եմ, որ շփվեք կընկերանաք։ Հենրի, դու մի օգտվի Արամի համեստությունից։ Ինքը փողի կարիք չունի։ Ոչ էլ կապը ընկած լեզու։ Ինքը կարա ցանկացած բայի քեզ քո տեղը ցույց տա։ Պապի նորմալ է, հաց ենք ուտում։ Չէ, թող Հենրի իմանա, որ հայրդ իր փողերով կարա շախուսներին առնի ու վերավաճառի։ Բագրատ։ Միակ դու դուրս արի։ Միքայել, ինչ ես անում։ Դու ով ես։ Դա հանգիստ խոսա հորս հետ։ Հանգիստ։ Տեսնեմ, ինպես է Միքայելը ինչա տենց կատաղել։ Պապա անհարմար է։ Ինչ խնդիր կա ձեդիս հետ։ Հանգստացի տղես։ Պապին հարցերը կլուծի իրա։ Չէ, դուք շարունակեք ուտել, սոված կլինեք, բարի ախորժակ։ Ավակում է զանգում։ Միքայել Շախունցին, ասելու, որ որդուն հեռու պահի մեզանից։ Ինչի համար։ Տեսնում ես, որ չի կարողանում։ Կամ էլ չի ուզում, ես արդեն չգիտեմ ինչ մտածեմ։ Խնդրեմ, չի էլ պատասխանում զանգերիս։ Ավակիս կարող է դպրոցի համար փոխանցված գումարի մասին մեծ աղմուկ չբարձրացնենք։ Լսում ես ինչ ես խոսում։ Ես ինչպես կարող եմ Հենրի Շախունցի գումարով դպրոց վերանորոգեմ։ Դե արդեն փոխանցել է։ Ոնց փոխանցելը տենց էլ հետ կվերցնի։ Ես Հենրի Շախունցի փոխանցած գումարից ոչ մի կոպեկ չեմ ծախսի դպրոցի վրա։ Ես դու քեզ ում տեղն ես դրել։ Ես ինչ ես քեզ թույլ տալիս։ Ես չէի պատկերացնում Բագրատ, որ դու սենց կեղտոտ մարդ ես։ Ես ոնց ես քեզ սպահում, Փեսա ջան։ Ատենց էլ չսովորեցիր էլի քիթը չխոթել ուրիշի կյանքի մեջ։ Այդ ինչա քեզ զայրացրել, Փեսա։ Մի հատ կասես ինչ էիր կորցրել բազմախբյուրում։ Ինչ ակնկալիքով էիր գնացել։ Միա, բա դրանից սկսեիր։ Այդ չլինի աուդողը ընկելա ջանդ։ Աուդողը։ Հա, աուդողը։ Են վախը, որ քեզ ինձ մոտ ա բերել։ Ու ինչ վախի մասին է խոսքը։ Վախ, որ կարամ հասնեմ ճշմարտությանը։ Ու բացահայտեմ քո ու Ավագ Հավաքյանի գաղտնիքը։ Այդ ինչ գաղտնիքի մասին է խոսում, պապ։
Գախնիկ, որը քեզ թույլ չի տալիս Անգելինայի հետ լինել։ Զեդա, Ես չեմ կարող սենց հանգիստ նստել ու ոչինչ չանել։ Բայց չենք էլ կարող գնալու խառնվել նրանց վեճին։ Լավ, մամ, հանգիստ տեղի։ Տղաները դուրս եկան, ոնց էլ չլինի կհանդարտեցնեն էլի պապային ու պապին։ Ես մի բան չհասկացա։ Ինչ ա կատարվել։ Ինչի Միքայելը նման պահվածք ցուցաբերեց։ Հաստատ մի բան եղել է։ Ինքը հենց այնպես չէր գա ու իրան սենց չէր պահի։ Ինչի լռեցիք։ Շարունակեք։ Ինչ ա պատահել։ Ինձ եք հարցնում ինչա պատահել, ինձ թվում է ես պիտի ձեզ հարցնեմ ինչա պատահել։ Ինչի համար եք Հենրիի լավ քայլերը կոծկում։ Անգելինա, դու ոչինչ չգիտես, այնպես որ լռիր։ Սկզբից թաքցրեցիք Սեմի վիրահատության համար հատկացրած գումարի պատմությունը։ Հիմա էլ դժգոհ եք դպրոցի վերանորոգման համար փոխանցած գումարից։ Մենք ոչ թե դժգոհ ենք, Այլ Հենրիին փորձում եք սևացնել իմ աչքերում։ Ես չգիտեմ ինչ ա կատարվում մեր ընտանիքում։ Սկսել եմ ձեզ չճանաչել։ Դուք միշտ մարդուն գնահատել եք։ Իսկ հիմա հակառակը։ Վարպետ եք դարձել մարդուն սևացնելու հարցում։ Լավ է Զեդո։ Պապ, բացատրի հասկանամ ինչ է ստեղ կատարվում։ Գնամ օրը դու քրոջդ վերցրու գնում ենք։ ոչ ոք չի կարա պապուս վրա ձեռք բարձրացնի։ Հանգստացի։ Տղա ջան, եթե քեզ կարգի չհրավիրես, Զեդայիդ նման կփրվես գետնին։ Փորձի հլը։ Հանգստացի։ Բարերիդ հաշիվ տու։ Հենրի, Ուշադրություն մի դարձրու։ Մորակրոջդ ամուսինը հիմա վատ վիճակում է, պետք չի իջնել իր մակարդակին։ եթե մի անգամ էլ խառնվել ես քեզ չվերաբերվող թեմաներին, ինձնից չնեղանաս։ Պապ գոնե ասա ինչ ա արել։ Ինչի ասի, այդ իրան ձեռք չի տալիս։ Դու ինձ ոնց որ չլսեցիր։ Միքայել, Պապան հարմար է։ Ձեզ հասուն մարդկանց նման պահեք։ Եկեք ներս մտնենք։ Գնացեք նստեք ավտոն։ Քանի բոլորս տեղ ենք։ Կարող է ասեք ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Քո համար իմ խոսքն է կարևոր, թե սրա։ Դուք ում եք սպասում։ Դու եկար ու փչացրիր թորանս պատվին տրվող ճաշկերույթը։ Ու ես քեզ չեմ ներելու։ Եթե ուզում ես Զեդայիդ երկար վայելես, խորհուրդ տուր թող իմ ու իմ ընտանիքից հեռու մնա։ Ահ, Մերի, վերջապես պրծանք էստեղից։ Այո, կգնանք տուն, կպարկես, կհանգստանաս ու կշարունակենք ապրել ինձ ոնց ապրել ենք։ Մերի, ինչ եղավ քեզ։ Դե ուղղակի մտածում եմ, ինչի այսքան շուտ կորցրեցինք մեր ծնողներին։ Ինչի ենք այսքան մենակ ու անօգնական։ Դե երևի Աստված մտածել է, որ մենք այնքան ուժեղ ենք, որ կկարողանանք առանց ծնող մեծանել։ Չէ, ոչ մեկ այդքան ուժեղ չի, որ այդ ամենին դիմանա։ Լավ, արի գնանք։ Ես կվերցնեմ։ Ես կբերեմ, գնամ։ Ես ուզում եմ իմանամ, Բագրատը ինչ գաղտնիքի մասին էր խոսում։ Պետք չի Բագրատի խոսքերից կարճել։ Հեն, բայց չեմ հասկանում ինչի ես տենց կարևորություն տալիս։ Որովհետև ինձ էր վերաբերում Բագրատի ասած գաղտնիքը։ Տեր Աստված, կարող է Հենրիի մամայի տղան չլինել, նա նկատի ունեցել պապին։ Միայն այդ գաղտնիքը կարող էր Միքայելին այսպես հունից անել։
Պապան պատրաստ էր սպանել Բագրատին, ինչա թե Բերանը չբացի իմ մոտ։ Չէ, ես չեմ կարա։ Հաստատ սենց չեմ կարա, ես պետք է իմանամ այդ ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Բագրատը ասաց, որ այդ գաղտնիքն է պատճառը, որ ես ու Անգելինան չենք կարա միասին լինենք։ Անկախ ամեն ինչից ինքը իմ հայրն է։ Ու դու իրավունք չունեիր քեզ տենց պահելու։ Եթե ինքը քո հայրը չլիներ, հավատա որ մորգում կլիներ։ Գոնե կբացատրես ինչի քեզ տենց պահեցիր։ Ինչի եկար ու բոլորիս ներկայության պատմություն սարքեցիր։ Վստահ եղի, որ ավելի վատին էր արժանի։ Ես չեմ հարցնում ինչի էր արժանի։ Ես հարցնում եմ ինչի տենց ունից դուրս եկար։ Սիրելի հայրդ վերադարձել է, որ իմ կյանքը թունավորի։ Բայց ես այդ իրան թույլ չեմ տա։ Արի այսքանով սահմանափակվենք, լավ։ Ձեդ ինչ ես թույլ տալի, որ ինքը քո հետ սենց վարվի։ Ինքը մեղավոր չի։ Մեղավորը իմ աղջիկն է, որ ժամանակին դրա նմանի հետ ամուսնացավ։ Ինձ որ մնար դրան պատին կսեղմեի։ Ուղղակի չէի հասկանում ինչ հաշիվը։ Չէ, լավ ատեղես։ Որ դու կանգնեցիր իմ կողքին։ Իսկ Միքայել Շախունցով ես անձամբ կզբաղվեմ։ Ու գոտկատեղից ներքև կհարվածեմ։ Ալո։ Տղես պապիտա։ Սիրտս չտվեց։ Քեզ չզանգել ու ճշմարտությունը չասել։ Թե ինչ էր, հայրդ փորձում իմ բերանը փակել։ Բայց ես իմ թորանը դժբախտ տեսնել չեմ ուզում։ Կարճ կապի։ Ես բարձել եմ ինչ են ուզում, քեզ ու են աչիկոին բաժանել։ Ու կանգնել են ձեր մեղսավոր սիրո ճանապարհին։ Կարաս առանց երկարացնելու ասես։ Սպասի, ամեն ինչ այդքան պարզ չի։ Արդեն երկարացնում ես։ Գաղտնիքները այդքան հեշտ չեն բացահայտվում։ Դրա համար էլ գաղտնիք են կոչվում։ Մի ստիպի վիրավորեմ, ոչ բարով պապս ես։ Հանգիստ տղա ջան, պապուդ հետ ո՞նց ես խոսում։ Դու ես թույլ տալիս։ Ասա ես պետք է իմանամ, հենց հիմա պիտի ասես։ Պիտիով հարց չի լուծվում։ Եթե ուզում ես ասեմ, գնա ու ապագա զոգաչիդ ու աներոջդ հարցրու։ Նրանք քեզ կասեն։ Չէ, հենց հիմա դու պիտի ասես։ Կներես օրնիկս, բայց ես չեմ կարող ասել, դա իմ գաղտնիքը չի։ Դա Վիկտորիայի ու ավակի գաղտնիքն է։ Նրանք պիտի քեզ ասեն։ Ինչ եղավ տղես։ Գաղտնիք եք հա խաղում։ Ես ձեզ էլ ցույց կտամ։ Ձեդով վստահ ես, որ ինֆորմացիան ճիշտ է այս ջահելների հետ կապված։ Որ քուրու աղբեր են։ Հա։ Չի քննարկվում։ Ու հենց իրանք էլ թող բացահայտեն գաղտնիքը։ Միքը, գիտես այդքան հեշտ է Բագրատի ոտքերի տակ ընկնելը։ Աննս կճասում եմ հարազատ հերդ չի հավաքի քեզ, չի էլ գտնի։ Խառն ես ձեդո, բայց մեր մինչև բարեկամություն կա, որը թշնամանքի է վերածվում։ Այդ թշնամությունը հիմքեր ունի տղես։ Հիմքեր։ Ինչ որ գաղտնիք կա, որ ես չգիտեմ։ Գաղտնիք չկա, ես իմ թորից գաղտնիք չունեմ։ Հիմա այն մյուս թորանս ճակատագիրն է։ Իսկ ես թույլ չեմ տա, որ իմ աղջիկը մեղքով ապրի։ Այդ հարցում համամիտ եմ։ Ինչ էլ լինի։ Աննան իմ աղջիկն է։ Իմ արունն է, իմ թորն է։ Մնում է դուրս գան ինձ ցեխից, որ ես գցեցի։
Մեր ռուլետը պատրաստ է։ Ինչ էլ սիրուն է ստացվել։ Մի հատ կտրի Շատ։ ուտենք, տեսնենք համով, հա։ Հիմա կտրեմ։ Տեսքի նման։ Այս քեզ։ Ապրես։ Դու ինձ կտրեմ։ Դե փորձի։ Դե դու էլ փորձի։ Վերջնա, շատ համով է։ Համով է։ Այնքան ուրախ եմ, որ Սեմը արդեն ապակինվում է։ Դուք մեր ընտանիքի համար շատ կարևոր եք մեր։ Մենք էլ մենակ ձեզ ունենք։ Ու ես չեմ ուզում ինչ-որ բաների պատճառով մեր հարաբերությունները վատանան։ Ես գիտեմ, որ Սեմը Հենրիին չի կարողանում հանդուրժի։ Հա, բայց այդ կապ չունի, ես Հենրիին շատ շնորհակալ եմ, որ օգնեց ու Սեմը վիրահատվեց։ Ինչքան էլ դա Սեմին դուր չի գալիս։ Ամեն դեպքում մենք այդ գումարը չէին կարող գտնել։ Իրականում Հենրին ինձ լավն է։ Ուղղակի պիտի իրան ճանաչես, որ իր լավ կողմերը տեսնես։ Դե դու սիրում ես Հենրիին։ Իրեն այլ գույներով ես տեսնում, իսկ մենք չեմ։ Չեմ հեր, սիրելը կապ չունի ստեղ։ Ուղղակի Հերին իրոք շատ բարի ու փխրուն սիրտ ունի։ Իրոք պիտի իրան ճանաչես, որ տեսնես այդ։ Կարծում եմ մի բան ստեղ են չի։ Եվ ինչ։ Եթե նման գաղտնիք կա, ուրեմն մորաքրոջս ամուսինը պետքա շահագրգռված լիներ։ 1 րոպե շուտ բացահայտել այդ գաղտնիքը։ Ինչ չի թվում, որ ինքը այնքան պիղծ մարդ է, որ դա թույլ կտար։ Երևում է, որ սիրում է ընտանիքը։ Ասածից մեջ կա տրամաբանություն։ Սա թաքցնելու բան չի։ Սա շատ լուրջ թեմա է։ Թե դու, եթե ինչ-որ բան, Լոռի, անգամ չեմ ուզում մտածեմ։ բայց Հենրիի հոր լռությունը տարօրինակ է, եթե հատկապես գիտի գաղտնիքը։ Վերլուծություն արեցիր, որը ինձ էլ կասկածի տակ դրեց։ Եթե շատ շուտ ես գաղտնիքը ջրերես դուրս չեկավ, ուրեմն Հենրիի հայրը ինչ-որ խաղ է խաղում։ Հուսանք թորս հորից խելացի կգտնվի ու հենց հիմա կգնա պատասխանների հետևից։ Որն էլ կքանդի ընտանիքներ։ Իմ չունեցող ամեն բան մի օր քանդվում է։ Միքայելը գնաց։ Հա, ինձ բերեց տուն ինքը գնաց։ Մինչև հիմա տեղից չեմ գտնում Միքայելի պահվածքից։ Ուր գնում է կռիվ է սարքում։ Ընխեղճ երեխուս կյանքն էլ ընդեղ կերավ, համ չի թողնում, որ Անգելինայի հետ միասին լինի, համ էլ չի բացատրում ինչի։ Հա, Միքայելի պահվածքը տարօրինակ է։ Բագրատի հետ էլ իրան adekvat չկայաց։ Իսկ որ առաջին օրն ես Միքայելին ճանաչում։ Միշտ էլ նույն բանն է եղել էլի։ Իր անհասկանալի պահվածքով ու հարցերին մինչև վերջ չպատասխանելու սովորությունը։ Դե տենց մի ասա, մամ, պապան հաստատ իրա պատճառներն է ունեցել։ Դե հա, սիրունս, պապա ճիշտ լինի թե սխալ, կարևորը որ պաշտպան ունի։ Չէ դե հո պաշտպանելով չի, բայց դու էլ գիտես, որ պապան առանց բացատրության ոչ մի բան չի անում։ Մի արդարացի։ Ես գիտեմ, որ այս աշխարհում երկինք երկիր քո համար մենակ պապատ է։ Ամեն դեպքում լավ բան չեղավ։ Չէ, նորմալ է, դե պապան պիտի գար, չէ, ու բոլորին խառներ իրար։ Ինքը Բագրատն է, իր ամեն ինչը պետքա հանրային լինի։ Բագրատը ընդամենը ուզում էր Արամի հետ ծանոթացնել։ Բայց ես օրինակ հավանեցի, վատ տղա չէր։ Ճիշտն ասած ես էլ հավանեցի։ Շատ հավասարակշռված ու խելացի տղա էր։ Հաստատ Լիլիթին չէր քաշել, ու ոչ էլ պապիկին։ Երևի հորն է նման։ Կամ էլ մորքուրին։
տապկել, մի ասես ինչ ա եղել է։ Քեզ գետ պատով ես տալի։ Այդ բգոն իմ ձեռով ա գնալու։ Հասկացանք այդ նախադասությունը հա լսում ենք։ Գիտես ինչ ա արել։ Հետաքննություն ա սկսել ու բացահայտումներ ա արել։ Տղա ջան, կարճ կապի։ Բացահայտել է, որ ավակենք երբեք երեխա չեն ունեցել ու այդ կինը հղի չի եղել։ Դե հա ինչ անենք, ասենք բացահայտել է։ Անենց հեշտ ես խոսում, պապ։ Գծի վրա է անգել ու մինչև վերջ հաստատ կգնա։ Դու մի մոռացի, որ բգոն Հենրիի պապին էլ ա։ Ու ամեն ինչ կանի, որ ցույց տա, որ ինքը լավ պապի ա, լավ հեր ա, լավ մարդ ա, որ մենք ենք սխալը։ Տղա ջան, Բագրատին պետք չի տերագնահատել։ Ընկելա հետևներից ու իրա փազլն ա հավաքում։ Ամեն մասնիկը դնելուց վտանգը ավելի ա մեծանում։ Այդ մողեսի պոչը պետքա տրորել։ Պետքա դեմ չեմ, տղա ջան, բայց այս պահին մեր ցուցահանդեսն ավելի կարևոր ա։ Մեկը մյուսի հետ կապ չունի։ Ես մինչև դրա հարցերը չլուծեմ չեմ կարող հանգստանալ։ Տղա ջան, ես քեզ ասում եմ, հիմա մեր ցուցահանդեսն ավելի կարևոր ա, շատ կարևոր ա։ Մեր գործընկերներն են գալու, այնտեղ ներկա լինելու։ Իսկ Բագրատի հարցը թողին վրա։ Ես կլուծեմ դրա հարցերը։ Առաջնահերթ։ Դու հենց հիմա Կասես դու հերու խաղա։ Երևի չի հասկանում ում հետ ա մտնում կռվի մեջ։ Ես իմ ասելիքը գիտեմ, տղա ջան, դու քո գործիներ։ Էս ինչ անուշ հոտեր եք գցել։ Վաղուց ձեզ միասին սենց համովություն պատրաստած չէի տեսել։ Ես էլ էի կարոտել մեր հին օրերը։ Հիմա քեզ էլ կտամ։ Ես ուզում եմ ձեզ միշտ միասին այս սենց հաշտ ու համերաշտ տեսնել։ Այնքան ուրախ եմ, որ ամեն ինչ անցյալում ա։ Արդեն ամեն ինչ շատ լավ կլինի։ Մեզ նոր կյանք ա սպասվում։ Ինձ համար նոր կյանքը սկսվի այն ժամանակ, երբ ես կվերադարձնեմ իմ վիրահատության ամբողջ գումարը Հենրիին։ Լավ էլի Սեմ, կլինի քո առողջության մասին մտածես, մոռացի դու այդ գումարի մասին, ընդունի փոքրիկ բարություն իրա կողմից ու վերջ։ Ինձ այդ փոքրիկ շախունցից ոչ մի բարություն պետք չի։ Երբ որ ունենաս, մի օր կվերադարձնես, մոռացի այդ մասին։ Ես էլ եմ այդ ասում։ Ուղղակի մենք հիմա ի վիճակի չենք։ Հիմա չէ, բայց հաստատ մի օր կվերադարձնեմ։ Վայելի ես կյանքը Սեմ, վայելի իրա բոլոր լավ կողմերով։ Այ օրինակ տես, ես ու Մերին ինչ համով ռուլետ ենք պատրաստել, մի հատ կեր փորձի ու մոռացի ամեն ինչի մասին։ Թե չէ քեզ անիմաստ ծանրաբեռնում ես, թե որտեղից պիտի դու այդ գումարը վերադարձնես, մի մտածի այդ օրն էլ ա գալու։ Ճիշտ ասում, հիմա կեր։ Անկեղծ եմ ասում, շատ համով ա։ Անգել։ Անգելինան տանը չի։ Ավելի լավ որ տանը չի։ Որովհետև ես ձեր հետ բանում եմ խոսալու։ Տղա ջան, դու ինքնասիրություն չունես։ Առանց հրավերի եկար մտար ներս։ Ասում են քեզ, Անգելինան տանը չի։ Ես էլ ասում եմ ավելի լավ որ տանը չի, ջաջավակ։ Մեր զրույցը կստացվի։ Դե պիտի զրուցենք էլ։ Հա, ու կարևորի մասին։ Ես կարևորների մասին արդեն շատ վաղուց ասել եմ։ Ուրեմն ամենակարևորի, որի մասին լռում եք։ Հենց հիմա առանց տարուբերի պատասխանում եք իմ հարցին։ Չէ, Վիկա, դու սրա խոսալու նայ։
Ավակ, խնդրում եմ, թող խոսի։ Ես շատ լավ հասկանում եմ, որ պատասխանելը դժվար է, բայց դուք ստիպված եք բացահայտեք պատճառը ու հիմնավոր պատճառը, ինչի ես ու Անգելինան չենք կարող միասին լինենք։ Այն, որ այս ամեն ինչի տակ մեծ պատճառ կա, ավելի ճիշտ գաղտնիք, այդ չի քննարկվում։ Դուք շատ լավ գիտեք, որ ես Անգելինային սիրում եմ։ Ավելի ճիշտ մենք սիրում ենք իրար։ Լռիր ասում եմ, լռիր։ Էլ չենք լռելու, ջաջ ավակ։ Հերիք եղավ ինչքան լռեցինք։ Դուք իրավունք չունեք մեզ խանգարելու, մեր սիրուն դեմ կանգնելու։ Դուք ինչքան եք պատրաստվում լռեք։ Դուք պետք է մեզ բացատրեք ամեն ինչ։ Լսիր, ինչ ես եկե պահանջատերի նման մեզ դրել փաստի առաջ ու բացահայտում ես պահանջում։ Ո՞վ է քեզ դրա իրավունքը տվել։ Սերը ձեր աղջկա հանդեպ ինձ իրավունք է տալիս պայքարելու։ Ու եթե դուք հենց հիմա ինձ չասեք ինչն է պատճառը, ես Անգելինային վերցնում եմ ու գնամ։ Յո, էսում եմ տեսնում։ Հալալիտ ցավը տանեմ, հալալիտ։ Դու հալալ։ Լավա չասեցիր, զուլալ։ Ինչ կա։ Գիտես չէ, քաղաքի լավագույն խնամքի միջոցները մեզ մոտ են։ Լասա տեսնեմ ինչ ես ուզում։ Այդ լավա որ լավագույն խնամքի միջոցները ձեր մոտ են։ Այ օրինակ իմ համար ինչ կառաջարկես մազաթափության համար։ Սիրտդ ինչ ա ուզում, Կարո ջան։ Քեզ թմբլս։ Հավաքի քեզ մի հատ հալալ։ Մազաթափության միջոց ես ուզում։ Արի հետևիցս։ Այսա ամենալավ դիմակն է։ Իմիջիայլոց համ մազերի աճին է խթանում, համ էլ մազաթափության դեմ է պայքարում։ Էնպես որ օգտագործես, սենց ինձ նման մազեր ես ունենալու վերցրու։ Այ ապրես։ Դες դիմակը փաթեթավորի, բայց ես դիմակի հետ մեկտեղ դու էլ ես ինձ շատ պետք։ Թմբլս։ Կարո դու լրիվ ես գժվել, ինչար ես խոսում։ Ինչ է նշանակում դու էլ ես պետք։ Այ քեզ բան։ Հա, միրավե։ Քեզ հաստատ Հենրին է ուղարկել իմ հետևից, ճիշտ հասկացա։ Վայ հորս սարև։ Կլինի քո այդ թմբլ ուղեղից Հենրին հանես։ Իհարկե չի լինի։ Ոնց որ դու ես ասում, այդ թմբլ սիրուն ուղեղից մեջ 7 երգ կա։ 7-ն էլ Հենրիից մասին, չգիտեիր։ Համարենք վերջին նախադասությունը չլսեցի։ Հակնվի գնում ենք տեղ։ Նենց հետաքրքիր է, այդ ինչից որոշեցիր, որ ես քեզ հետ ինչ-որ տեղ եմ գալու։ Լսի թմբլս։ Ես ուզում եմ քո հետ սեղան նստեմ ու մի հատ հալալ հաց տամ։ Կարո ջան, ուրեմն լսի ես քեզ ինչ եմ ասում։ Ես ամեն մեկի հետ սեղան չեմ նստում, հասկացար։ Լսի, ես քո համար ամեն մեկը չեմ, համ էլ ես ամեն մեկին չեմ հրավիրում հացի։ Եթե հրավիրում եմ, ուրեմն հավանում եմ, պիտի ջիգերով հաց ուտենք։ Նենց հետաքրքիր է մտքովդ ինչ է անցել, որ հենց ինձ ես ընտրել քեզ սեղան նստելու ընկեր։ Չլինի, ոնց ես ասում։ Թմբլ եմ դրա համար ես կանչում, հա։ Հորս արև, քո ուղեղը թմբլ չի, անորեքսիա ունի հաստատ։ Ոնց կարաս մտածես, հալալի նման տղեն այդքան սահմանափակ է։ Կարո ջան, ինչ ես ուզում ինձնից, վայ։ Եկել ես ջղայնացնես։ Լավությունը չի գնահատվում։ Ես ընդամենը ուզում էի հալալ հաց ուտեի։ Մենակ ու չի գնա։ Կարո։ Ասի հլը, վայ։
Լավ, կգամ հետդ։ Համել կարող է բախտս բերի Հենրին էլ մեզ միանա, չէ՞։ Ես քո 7 երկն էլ Հենրիի մասին քոքից կտրել բա։ Այ իմ հետ հաստատ բախտը բերելու է։ Մենք սիմպաթիչնի տղա է։ Կարո ջան, չէ դու հաստատ տաքություն ունես այսօր, գիտես։ Ասենք թե նայում եմ հետո։ Դու կյանքումդ ինպես սիրուն սիմպաթիչնի գծած հալալ տեսած կաս։ Քո ինքնավստահությունից եմ ուզում, գիտես։ Դու ավելի լավ ինձ ուզի։ Գնանք համով ուտելու։ Համել ապրես, որ հալալի չմերժեցիր։ Կգամ հետդ։ Բայց քեզ խելոք ես պահելու, հասկացար։ Սպասի, պարիսակս։ Շատ լավ արեցիր, որ եկար ապրես։ Համել սեմնել ուրախացավ։ Բայց լավ կանեիր ավելի երկար մնայիր։ Շուշուտ կգամ։ Գնամ հիմա մաման ու պապան չանհանգստանան։ Ես հուսով եմ, որ մեր հարաբերություններն առաջվանը կլինեն, ու ավելի հաճախ կհանդիպենք։ Մեր հարաբերություններն ավելի լավն են դառնալու։ Դու գիտես, որ մաման ու պապան քեզ ու Սեմին ինձ հավասար սիրում են։ Դե գնա ներս։ Դու որ մտել ես իմ ընտանիք։ Ինչ ես մտել իմ ընտանիք ինֆորմացիա ես հավաքում։ Թե մի կոյտաղել ում հետ է ինչ անում։ Դու քեզ ինչ արա։ Ով ես դու вообще։ Ես ոնց ես խոսում հետս։ Տեղը չես բերում։ Թե մտածում ես այս սարն իմն է, այս քարն իմն է։ Դու այս տեղը բերելով եմ ասում։ Էլի անցար հին մասնագիտությանդ, հա։ Ինֆորմացիաներ ես հավաքում, հա։ Նես մտել ես ուրիշ խաղերի մեջ։ Խաղ, բայց արդեն լուրջ կանոններով։ Դու թարգտուր, ջահելների հաշվի գոզր ես հավաքում, հա։ Գործ ես, դա պապկա ես սարքում, հա, փաթաթղթեր ես հավաքում։ Պաստորեն վախենալու բան ունես, որ եկել ես վրա ես տվել։ Արա, բգրու, արա, դու ինչի չես փոխվում, է։ Ինչքան կարելի է այս ճղճիմ խաղը խաղալ։ Փոխվի էլի։ Ուրախ եմ, որ եկար ու ցույց տվեցիր ինչ կանոններով պետք է խաղալ։ Որտեղ պետք է հարվածել ու շատ ցավոտ։ Այս անգամ բախտդ բերեց բգո։ Ես եկա ու զգուշացրի։ Հաջորդ անգամ շատ ցավոտ ալնելու, զգուշացնելը։ Թաթերդ քաշի ընտանիքիցս։ Դե չէ, դու լավ գիտես։ Հենդո, խաղը նոր է սկսվում, նոր։ Եկել է իմ տան մեջ ինձ բան ասում։ Լռիր ու չկվիր ստեղից։ Հարձակվելով ու տնից դուրս հանելով, հարցին լուծում չես տա ջաջավակ։ Ես չեմ հասկանում, այդքան դժվար է պատճառը ասել ու օրհնություն տալ մեր հարաբերություններին։ Երբեք, լսում ես, երբեք։ Դուք չեք կարող միասին լինել, չեք կարող։ Ավակ, խնդրում եմ, հիմա սիրտդ կպատանա։ Հարձակվելով ու փորձելով առանց հիմնավորման ինքնապաշտպանվել, չէ, այս անգամ չի ստացվի։ Տենց հարցին լուծում չեք տալու։ Ես ընդամենը ուզում եմ պատճառը իմանամ, ինչի չենք կարա մենք միասին լինենք։ Եթե չեք ասելու, մենք հենց հիմա գնում ենք։ Իմ աղջիկը քեզ հետ ոչ միտեղ չի գա։ Պապի, ես էլ եմ ուզում իմանամ պատճառը։ Ինչ գաղտնիք կա, ինչի մենք չենք կարա միասին լինենք, կասեք վերջապես։ Անգելինա, գնա քո սենյակ։ Ասեցի տանելու եմ։ Հերի պետք չի բաց թող։ Չեմ թողնելու։ Չես սիրում ինձ։ Սիրում եմ։ Բայց խնդրում եմ քեզ հերթական անգամ ինձ
Ընտրության առաջ մի կանգնացրում։ Հոգիս ցավում է։ Այս ընտրություն չի։ Այս չհասկացված լինելու մասին է։ Մենք հասուն մարդիկ ենք, Անգելինա, ու իրավունք ունենք իմանանք պատճառը ինչումն է։ Դե հերիք եղավ։ Հենց հիմա դուս եկեք, գնացեք։ Ավակ ինչ ես անում։ Թող գնան, թող գնան։ Գնացեք։ Կգնանք։ Եթե ձեր լռությունը վեր է ձեր աղջկա երջանկությունից, ուրեմն հաստատ կգնանք։ Ավակ ինչ ես անում։ Չթողնես որ գնան։ Հերի, ես չեմ կարողամ, ես պատրաստ չեմ։ Դու իմ հետ ես, ու քեզ պատրաստ լինելու համար ոչ մի բան պետք չի։ Հերի, բաց թող ցավացնում ես։ Անգելինա, խնդրում եմ, ոչ մի տեղ մի գնա։ Խնդրում եմ։ Ինչի չգնամ, ասեք պատճառը, ինչի չգնամ, չեմ գնա, մամ։